ձեր տպավորությունն է այդ հանդիպումից։ Գիտեք, ես պատկերացնում եմ, թե փակ մասում ինչպիսի խոսակցություն է գնացել, եթե բաց մասում այդպիսի տեքստերով կամ այդպիսի կոշտ խոսույթ կամ խոսելու ոչ եւ թափածիկ ձևով պատճառը հետևանքային բոլոր ամեն ինչը շարադրանքով ներկայացնելու ոճով զրույց չեմ հիշում ես։ Ըստ էության նաեւ տարբեր կարծիքներ կան, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահը սկզբից մինչև վերջ իր խոսույթի մեջ հիմա ինչ արեց, ընդդիմությանը կարտ բլանշ տվեց, թե իշխանությանը կարտ բլանշ տվեց, որովհետև կարծիքա, որ իբրև թե 10%-ով ավելացրեց Փաշինյանի ձայները, բայց ԿՊՆ-ն էլ բանանում, տեսեք, Փաշինյանը ինչպես պատասխանեց Պուտինին։ Տեսեք, զրույցը իմ դուրը չեկա, որովհետև անկախ նրանից թե ով է իմ երկրի ղեկավարը, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճնշվեցի այդ զրույցից, որովհետև երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ զրույցի ժամանակ իմ երկիրը ներկայացնող վարչապետը կծկված է, չէ՞ դուք ձևակերպեցիք, դիվանագիտական խոսույթով չի խոսում եւ ասում է մտքեր, որոնք որ պետք չի ասել, եւ ըստ էության պատճառ չի ներկայացնում մեզ բոլորիս այդ հարթակում, ապա ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես ինքս ճնշվում եմ։ Դնենք մի կողմ, որ արդյոք ինքը ստատուսային առումով իրավունք ուներ այսքան երկար ժամանակ մնալու այդ բանին, պաշտոնին։ Դա հələ դնենք մի կողմ, դրա համար մենք բոլորս ոտքի ենք կանգնել, որպեսզի հունիսի 7-ին ասենք, որ ոչ, վերջապես բոլորով միասին ասենք, որ ոչ, սրան չենք մենք արժանի։ Գիտեք, ինչն էր այդ խոսույթի մեջ, դնենք մի կողմ այդ էմոցիոնալ պահը, որ այո, ոչ մեկից խելացի մարդկանց, խելամիտ մարդկանց այդ զրույցը նույնիսկ ընդդիմադիր դաշտում գտնվողների համար այդ զրույցը ոչ թե ոգևորել է, այլ հակառակը մեզ բոլորից ճնշել է, որովհետև ճնշելով մեր երկիրը ներկայացնողին ճնշում են մեզ ըստ էության։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը դրանից հետո այն ինչ որ նկարագրեց Ռուսաստանի Դաշնության նախագահը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ձեր արկածախնդրությունը, ըստ էության այդպես որակեց այդ ամեն ինչը, ապա դա կարող է տնտեսական հետևանքներ ունենալ։